Արև ձեզ, պարոն Ղալումյան, ինչ փուլում է գտնվում սահմանազատման գործընթացը Տավուշում։ Չգիտեմ, կարծեմ դեռ չի սկսել երկրորդ փուլը։ Որտեղ է ավարտվել։ Չգիտեք, Որտեղ է կանգ առել։ Հիշեցրեք։ Իրանց, Բերքաբեր, Աղանից։ Նիկոլ Փաշինյանը բերքաբերցիներին խոստացել էր, որ այն հատվածը, որը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Ինչու չի վերադարձվել մինչ այս Որտեղ դեռ սահմանազատում չի սկսել։ Եթե ուրիշ հարց ունեք, խնդրեմ, այո։ Նախկին անդամը հայտնել էր, որ այս նոր սահմանազատման սահմանագծմամբ նոր տարածքներ են։ Որ ավականան անցնվելու Աճարկուտի նախկին։ Բավական անդամ ինչ գործ ունի դրա հետ։ Չգիտեմ, ամենայն դեպս Դե իրան կհարցրեք։ հայտնել։ Ով էր։ Ավականու տիրույթում չի դա։ Ղազարյան այդպեսի տեղ Ավականու տիրույթում նման հարց չկա, դա հանձնաժողովի տիրույթում է։ բնականաբար չկա, բայց այդուհանդերձ տիրապետում են ինֆորմացիայի վրա։ Չի կարող նման ինֆորմացիայի տիրապետի ձեր կողմից դժված անձը։ Պարոն Ղալումյան, դուք ծանոթացել եք խաղաղության պայմանագրի տեքստին։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը ասում է, այնքան թափանցիկ է, որ ժողովուրդը ամբողջությամբ տեղյակ է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրա մասին ընդհանուր հաշվով մենք կտոր խոսացել ենք, ընդհանուր փաստաթուղթը դեռ հրապարակված չի։ Այսինքն դեռ կան բաներ, որոնց մասին տեղյակ չէ հասարակությունը։ Ընդհանուր առմամբ տեղյակ է։ Ասում եք դուք տեղյակ չեք։ Ինչի՞։ Ես ասում եմ, փաստաթղթի բովանդակային կետարկետ տեղյակ չենք, բայց այդ ամեն ինչի մասին խոսացվել է։ Արդյոք փաստաթղթի ստորագրումից հետո ադրբեջանցիները դուրս են գալու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից։ Դա սահմանազատումից հետո պետք է այդ հարցին պատասխանել։ Սահմանազատումը գործընթացը ինչու է կանգ առել։ Չկանք չի առել, հանձնաժողովները աշխատանքային քննարկման մեջ են, որ պետք է սկսեն։ Ես չգիտեմ, դա հանձնաժողովից պետք է ճիշտ է։ Առաջին անգամ երբ են հանդիպել։ Չգիտեմ, դա պետք է հանձնաժողովից։ Տավուշի մարզպետն եք դուք տեղ։ Ես Տավուշի մարզպետը չեմ։ Ձեր եղբայրը Տավուշի մարզպետն է, եկել ԿՊԱ-ական պատգամավոր է։ Տեղյակ Դա չէ։ պատգամավորների լուծման տիրույթում չի այդ հարցը։ Դրա համար կա հանձնաժողով։ Հասկանալի է, դուք շահագրգռված չեք իմանալ ինչ է կատարվում։ Բնականաբար շահագրգռված եմ եւ որոշակի ինֆորմացիա ունեմ, այն ինչ դուք հաջորդ նիստից հետո դրա մասին հրապարակային կխոսա հանձնաժողովի նախագահը։ Այսօր ինչ օրակարգով եք հավաքվել։ Չգիտեմ, ես օրակարգ չեմ նայել։ Դուք նաև Գյումրիում էիք արտահերտ ընտրությունների։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանի Պարոն Հովհաննիսյան, հեծանիվը կայանելուց հետո կմոտենանք։ Սպորտային համազգեստով եք եկել։ Պարոն Հովհաննիսյան, սպորտային համազգեստով եք եկել հավաքվել։